Հագիր, քեզ դուր կգա։ Լավ, եթե ասում ես։ Գուցե հերիք է Թրակ, չես ուզում վերջապես անջատել։ Ես փորձում եմ։ Այ, Դիտմամբ ես անում։ Իհարկե ոչ տոր։ Ուղղակի սրա կոճակներն այնքան փոքրիկ են։ Երևում է չենք կարող քո մեքենայով խաղալ, Պետյա։ Ես էլ ուզում եի ավտոարշավ կազմակերպել։ լսեք, եկեք իսկական ավտոարշավ կազմակերպենք։ Բայց մենք չենք կարող քշել անտառում, ոչ էլ մայրուղով, դա վտանգավոր է։ Մտածեցի, մենք ճանապարհ կկառուցենք ավտոարշավի համար։ Այո։ Կարծում եմ այստեղը բավական է ճանապարհ կառուցելու համար։ Ահա, նայեք։ Բայց շատ գործ ունենք անելու։ Ստիպված ենք հարթեցնել հողը, արմատախիլ անել կոճղերը։ Ականջներից չեմ հավատում։ Իսկ բույսերը։ Իմիջայլոց այստեղ հովտաշուշաններ են աճում։ Որտեղ են։ Ճիշտ է, տարվա այս եղանակին չեն ծաղկում, բայց դա չի նշանակում, որ դրանք չկան։ Հովտաշուշանները վերացող տեսակ են, իսկ մենք պետք է հոգանք բնության մասին։ Անհնարին ոչինչ չկա, Կատյա։ Բույսերը կտեղափոխենք հողի հետ միասին։ Բուլ, դու արմատախիլ կանես կոճղերը։ Անկի, դու կտանես դրանք։ Տոր, դու կփխրեցնես հողն ու կշտկես անհարթությունները։ Դու կհարթեցնես մայրուղին։ Թրակ, դու Կատյայի հետ կտնկես բույսերը։ Իսկ զերը… Իսկ զերը հանգստանում է։ Բայց ինչու։ Որովհետև դա ձեր ճանապարհն է, չէ՞ որ ես մեքենա չեմ, ոչ էլ ռոբոտ, ես չեմ կարող ավտոարշավին մասնակցել։ Դու կարող ես մրցավարը լինել, զեր։ Իսկապես, ես մրցավարն եմ։ Լսեցիք, ես մրցավարն եմ, ես ամենագլխավորն եմ։ Տուրբոզավրեր առաջ։ Պատրաստ։ Ուշադրություն։ Առաջ։ Ես հաղթեցի։ Լավ, մենք հաղթեցինք։ Դա անարդար է։ Եթե ինձ ճանապարհից դուրս չգցեին, ես կարող էի առաջինը լինել։ Բայց դու էլ մեզ էիր հրում։ Ամեն դեպքում դոն չէր խորամանկում։ Ինչ ես խոսում, Թրակ, հա? Ինքդ էլ գիտես, Տորն ու դու ամեն ինչ սարքեցիք։ Մրցավարն ամեն ինչ տեսել է։ Կարծում էինք այդպես ավելի հետաքրքիր կլինի։ Ոչ, հետաքրքիր է, երբ ամեն ինչ ազնիվ է։ Դե հա, մենք սխալ էինք։ Գիտեք ինչ, եկեք ազնիվ մրցում կազմակերպենք։ Օրինակ, դինոզավրերի վազք։ Ինչ կասեք։ Պատրաստ։ Ուշադրություն։ Ուշադրություն։ Դե իհարկե Թրակն է հաղթելու։ Նրա ոտքերն ամենաերկարն են։ Թրակ, հոչի վնասվեցի։ Ամեն ինչ կարգին է, դա շարունակում եք մրցումը։
Հաղթեց ընկերությունը, հրաշալի մրցավազք էր։ Գիտեք, մտքովս ինչ անցավ, կարելի է թռիչքի մրցումներ կազմակերպել։ Այո, հաղթողին էլ մի լավ մրցանակ տալ։ Ինչու եք ծիծաղում, ինչ ասացի, որ։ Սեղմիր գրանցվել կոճակն ու մենք ավելի հաճախ կհանդիպենք։ Ողջույն բոլորին։ Ինչ եք անում։ Պատրաստվում ենք մրցարշավի։ Զիլ է, իսկ ինչ մրցարշավ է։ Մրցում խոչընդոտներով հաղթողը կստանա տուրբոզավրի կավաթը։ Բուլ, թրակ, նորից բուլ։ Ահա եւ դոն, այն էլ 4 անգամ։ Օ, տորնել է այստեղ։ Ձեռնել։ Դա շատ վաղուց էր, հիմա էլ չեմ վազում, միայն օդից եմ հետևում։ Իսկ ուր է Անկին։ Նրա անունը չկա։ Անկին չկա, որովհետև նա երբեք չի հաղթել։ Բախտը չի բերել։ Անկին ասաց, որ էլ չի մասնակցելու մրցումներին։ Եվ ընդհանրապես նա թրթուրային տեխնիկա է։ Եվ նա ճիշտ է, չէ որ նրա անիվների փոխարեն թրթուրներ են։ Նա չի կարող ձեզ նման արագ քշել։ Ես էլ անիվներ չունեմ։ Ու ինչ, մի անգամ նույնիսկ հաղթել եմ։ Այ քեզ համեմատություն թրակ։ Քո Միքայելը նրա 10-ին է հավասար։ Չէ որ սա մրցում է։ Հաղթում է ուժեղագույնը։ Էխ, դուք էլ ընկերներ եք համարվում։ Դու քանի անգամ եք քեզ տեղափոխել, հա? Տոր, երբ գետնեիր ընկեր, ով քեզ դուրս հանեց։ Բայց ինչ կարող ենք անել։ Ես մի միտք ունեմ, Բուլ։ Նորից մրցումն է։ Ամեն տարի նույն բանն է։ Հոգնել եմ։ Անկի, ողջույն։ Բարև։ Ինչու ես մենակ մնացել։ Քեզ բոլորը մայրուղու վրա են սպասում։ Ինչ չի հետաքրքրում։ Անկի վերջացրու։ Առանց քեզ ինչ են անելու։ Ով է ամենախելացին։ Անկին։ Ով է բոլորին օգնում։ Անկին։ Ճիշտ է։ Առաջ ճանապարհները հեշտ էին, իսկ հիմա երբ մտածել է պետք, դեռ կտեսնենք թե ով կհաղթի։ Դե, չգիտեմ, Իրականում դու արագ ես ու ճարպիկ։ բայց ինձ մոտ թրթուրներ են։ Իսկ նրանք անիվներ ունեն։ Իդեպ թրթուրներ ունենալը նույնիսկ առավելություն է, հատկապես խորտուբորտ ճանապարհին։ Ուրեմն այսպես, 5 աղնու ետևում կտրուկ շրջադարձ կա, զգույշ կլինես։ Հետո էլ փոսեր են ու քարեր։ Ու շատ դիր կլինես։ Բոլոր մասնակիցները պատրաստ։ Տուրբոզավրեր, առաջ։ Անկի, քեզ տեսնեմ, առաջ։ Պատրաստ ես մրցարշավի։ Անկի, կեցես, արագացրու։ Ապրես։ Քիչ է մնացել։
խցիկին չեք նայում։ Դրա փոխարեն կարող է ես լինել։ Թրակ, մինչև հաջորդ արշավը մի ամբողջ տարի կա։ Մարզվիր։ Ուզում ես նոր սերիալներն առաջինը դիտել։ Սեղմիր գրասվել կոճակը։ Այ այսպես, ստացիր, հիմա ինչ կասես։ Շատ ապրես։ Հիմա ոնց ենք անելու։ Եղինջը ծակծկում է։ Տատ, վերջապես երբ ենք կտրելու այս զզվելի եղինջի թուփը։ Ինչեր ես խոսում։ Եղինջն աշխարհի ամենաօգտակար բույսերից մեկն է։ Օրինակ ես չգիտեի։ Իսկ գիտեք, թե եղինջից ինչ ամեղ կերակուրներ են պատրաստում։ Ապուրներ, աղցաններ։ Ուզում եմ, եղինջով աղցան եմ ուզում։ Կստանաս քո աղցանը։ Ես գնացի խանութ, իսկ դուք առայժմ պաղպաղակ կերեք, բայց չափը չանցնեք, թե չկհիվանդանաք։ Ուրա! Պաղպաղակի մեջ եղինջ չլցնենք։ Օգտակար է։ Մինչև տատիկի գալը մենք մի քիչ կփորձենք ու վերջ։ Իսկ ձեռքներդ լվացել եք։ Ահա, Պաղպաղակը պետք է դանդաղ ուտել, թե չէ կոկորդը կցավի։ Բաց թողեք, վերջ տվեք տուրիստեղ պաղպաղակը։ բաց տող։ Ինչ է կատարվում այստեղ։ Մենք ուղղակի մի քիչ համտեսեցինք։ Երեխան մի ամբողջ դույլ պաղպաղակ է կերել ու հիվանդացել է։ Պոչի շրջանում մի տեսակ դող եմ զգում։ Ապցի։ Տեսար, զգուշացնում էի, չէ։ Իսկ հիմա երկուսդ էլ հիվանդացել եք։ Մենք գնում ենք օգնություն կանչելու, իսկ դու, եթե պետք լինի, կթաքնվես ծածկոցի տակ։ Բա ոտքերը ինչ ենք անելու։ Այն երևում է։ Ոտքերս մատով անգամ չդիպչեք։ Ապցի։ Թորնիկս, քեզ համար մեղրով թեյ եմ բերել։ Տեսնես ակնոցներս որտեղ եմ թողել, այսպես ոչինչ չեմ տեսնում։ Երեխայի ոտքերը սառել են, ամբողջովին կապտել են։ Ոյ, Մեկ ոտք, երկու ոտք, երեք ոտք, չորս ոտք։ Չի կարող պատահել։ Մեկ ոտք, երկու ոտք։ Երևի աչքիս է երևում։ Առողջացիր ու հերիք է դեմքը ծամածրես։ Ասում եք, մի դույլ պաղպաղակ է կերել ու հիվանդացել է։ Հիվանդ վիճակում զեռը թռչող սարքի վերածվել չի կարող։ Վայ, ահա որ է, տատիկը կարող է տեսնել նրան։ Արագ վազենք տուն։ Տուրբոզավրեր, առաջ։ հիվանդ լինելն ինձ նույնիսկ դուր է գալիս։ Բոլորը խնամում են, անհանգստանում են քո մասին։ Երևի մի շաբաթ էլ հիվանդ մնամ։ Ուրեմն սա է մեր հիվանդը։ Բարեկամս, ես շատ հիվանդ եմ։ Ամեն ինչ պարզ է։ Ձեռը շտապ օգնության կարիք ունի։ Խնդիր չկա, հիմա կկազմակերպենք։ Ինչ եք անում, ինձ ուր եք տանում։
Միլիոնավոր տարիներ դինոզավրերը եղինջը որպես դեղաբույս են օգտագործում։ Օգնում է բոլոր դեպքերում։ Չէ, ինչ եղինչ, չեմ ուզում։ Ոչ! Խնդրեմ, ասում էի, չէ՞։ Հիվանդը միանգամից առողջացավ։ Հիվանդությունը սպասելի նահանջեց։ Գտա, վերջապես ակնոցս գտա։ Ինչ լավ է, հիմա նորից ամեն ինչ տեսնում եմ։ Չի կարելի ծիծաղել հիվանդ դինոզավրերի վրա։ Պարզ է։ Սեղմիր գրանցվել կոճակը ու նայիր տուրբոզավրերի նոր սերիաները։ Ուրեմն Բորյան ու Ֆեդյան նորից զերոքու հետ են խաղում։ Ո, նորամորակույրը նրանց համար նոր ռոբոտ է գնել ու նրանք անընդհատ պարծենում են։ Այս սա ուրիշ բան, 21-րդ դար։ Իրոք որ լավն է։ Եթե դուք էլ սրանից ունենայիք, հիմա միասին կխաղայինք, բայց երևի ժամանակակից տեխնոլոգիաներից գլուխ չեք անի։ Դե, սիրուն բան չեն արել, ընկերներն այդպես չեն վարվում։ Ճիշտ որ։ Ես մի միտք ունեմ։ Թրակ, կարող եմ խնդրել, որ… Դե, դու ինձ հասկացար, չէ՞։ Հա, տուրբոզավրեր առաջ։ Ես ռոբոտ եմ, անունս Թրակ է։ Շատ լավ է։ Դու իսկական տաղանդ ես։ Վայ, վախենում եմ։ Մի վախեցեք, նա վտանգավոր չի։ Ես ռոբոտ եմ, անունս Թրակ է։ Տեսա, խոսում է։ Բնականաբար, սա վերջին մոդելն է, ամենալավը։ Տեսեք, տատիկն է նվիրել, մեր լավ վարքի համար։ Մեր ռոբոտը շատ ճարպիկն է, տեսեք։ Նույնիսկ պարել գիտիս։ Ոյ քեզ բոր, և բացանք է անում։ Կարող է բարձրացնել ինչ ուզես, կուզես քեզ եմ բարձրացնի։ Չէ, մի վախեցիր, ամեն ինչ ես կողության տակ է։ Սպասի, դու նրան չես կառավարում, սա ձեր մեքենայի վահանակն է։ Չեմ հասկանում, նա ինքնուրույն է շարժվում։ Ինչ է, ինչ աղմուկ է։ Մորակույր, օգնիր։ Մեզ ռոբոտ է հետապնդում։ Ռոբոտը ձեզ չի հետապնդում, հանգիստ իր տեղում կանգնած է։ Էս մեկը չէ, ուրիշը, ծարծափելի, հսկայական ժանիքներով։ Գիտեի, որ այդ խաղալիքներն անպետք բաներ են, իսկ դուք անընդհատ գնից։ Բայց մորակույր, նա մեզ հետապնդում էր ազնիվ խոսք։ Տղաներ, ինչ երևակայություն ունեք։ Բայց ախր դա ճշմարտություն է։ Դե լավ, Կատյային ու Պետյային կհարցնեմ։ Մոտակայքում սարսափելի ռոբոտ չեք տեսել։ Չէ, Նորա մորակույր, սարսափելի ոչինչ չենք տեսել, չէ Պետյա։ Չէ, չենք տեսել։
Տեսա՞ք, ոչ մի ռոբոտ էլ չկա։ Վերջ, կարող ես դուրս գալ։ Ես ռոբոտ եմ, անունս Թրակ է։ Իսկ հիմա պետք է ամեն ինչ կարգի բերենք, որ ոչ ոք փոսը չգլորվի։ Բուրը հողը կլցնի, իսկ Թորն ու Թրակը կհարթեցնեն փոսը։ Ես ռոբոտ եմ, անունս Թրակ է։ Հավանիր այս տեսանյութը, եւ մենք ավելի հաճախ կհայտնվենք։ Երեխաներ, խնդրում եմ, գնացեք Ստեփան Պետրովիչի մոտ, հարցրեք, գուցե օգնության կարիք ունի։ Առավոտից ինչ-որ բան է սղոցում, աղմկում է։ Լավ, տատիկ, գնում ենք։ Վայ, Ես ինչ եք անում։ Հին անպետք ծախանոցն եմ քանդում։ Քիչ է մնացել։ մենք էլ կարող ենք օգնել։ Շնորհակալ եմ։ Վերջում կօգնեք տախտակները հավաքել։ Խնդրեմ, իսկ փոխարենը կարելի է նոր ծաղիկներ տնկել։ Հա։ Իդեպ, հիմա ձեզ մի բան ցույց կտամ։ Սա թռչնաբույն է, փայտետուն թռչունների համար։ Զիլ է։ Թռչնաբույն սարքելն ու կախելը բարի գործ է, որն օգնում է թռչուններին գոյատևել։ Այ քեզ բան։ Թռչուններն էլ մարդկանց ուրախացնում են ոչ միայն իրենց տեսքով, այլ դայլայլոցով։ Ծիվ։ Ախր ձեր տատիկն ինձ թե էր հրավիրել։ Լավ, տախտակները հետո կհավաքեմ։ Իսկ թռչնաբույնը ձեզ եմ նվիրում, կախեք որտեղ կուզեք։ Շնորհակալություն։ Ստեփան Պետրովիչ, մի անհանգստացեք, տախտակները մենք կհավաքենք։ Արի սա տուրբոզավրերին ցույց տանք։ Իսկ տախտակները։ Կվերադառնանք ու կհավաքենք, մինչև երեկո դեռ ժամանակ կա։ Ոստարկը է։ Սա թռչնաբույն է։ Տնակ թռչունների համար։ Հրաշալի տնակ է։ Իդեպ ես համարյա թռչուն եմ։ Ես էլ եմ տնակ ուզում։ Եկեք ձեռի համար էլ տնակ կառուցենք։ Հրաշալի միտք է։ Ինչից ենք կառուցելու։ Ես այստեղ ոչ մի աղյուս չեմ տեսնում։ Աղյուսներ չենք խոստանում, բայց տախտակներ շատ կան։ Ուղակի վերցնել է պետք։ Դրանք Ստեփան Պետրովիչի տան մոտ են։ Տուրբոզավրեր, առաջ։ Ինչ կադր փչացրիր։ Ես եմ կադր փչացրել։ Փչացրել, ես ասացի զարդարե։
Ստեփան Պետրովիչն ուզում էր ցախանոցի տեղում ծաղիկներ տնկել։ Դա հեշտ գործ է։ Բաց չթողնես։ Այդպես է միջև վերջ կգնա։ Տուրբոզավրեր, առաջ։ Տրակ զգույշ, ավելի զգույշ, չէ որ ընկերոջդ համար ես կառուցում։ Ստեփան Պետրովիչն ասում էր, որ նման տնակներ պատրաստում են թռչունների համար, որպեսզի նրանք ուրախացնեն իրենց դայլալու։ Ես առանց այդ էլ բոլորին ուրախացնում եմ, բայց երգել դեռ չեմ փորձել։ Ոյ, զեր, վերջ դուր։ Ինչ է, բոլորովին դուրս չեկավ Բուլ։ Կարող ես կկվի նման կուկու անել։ Դրա համար երգելու շնորհ պետք չէ։ Կոկո, 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 կոկո։ Վայ։ Ինչ լավ երեխաներ են։ Շատ ապրեք։ Կոկո, Հա? կոկո, կոկո։ Տեսը ուղիղ երեքն է։ Ինչ չշտապակ կկու է։